ուրախ կլինե, եթե այսօրվա ավարտին 3 մտքով ձեզանից յուրաքանչյուրը հեռանար այստեղից։ Մենք շատ տարբեր ենք միմյանցից, բնականաբար չենք կարող տարբեր չլինել, բայց ունենք մի շատ կարևոր ընդհանրություն։ Բոլորս ունենք դժվարություններ, որոնք ձևավորվել են վերջին տարիներին, պատերազմի եւ դրա հետևանքների բերումով։ Մեր նմանությունը շատ ավելի կարևոր է, քան մեր տարբերությունները։ Եթե այս 3 մտքերով փորձենք այսօր օրվա ավարտին բաժանվել իրարից, մենք կհամարենք, որ մի փոքր օգտակարություն ձեզնից յուրաքանչյուրին բերեցինք։ Եվ 23 թվականի սեպտեմբերի պատերազմից հետո ես շատ ծանր հոգեվիճակում էի, հակիրճ ասեմ, իմ աղջիկը ինձ ասեց, որ ուշքի արի եւ պես մեզ հայրիկը թողել է քեզ։ Այդ խոսքից ես ուժ գտա, իսկ փոփոխություն նկատեցի եւ մասնակցեցի զորանալ եւ ամոկվել ուներին, այսինքն գտա այստեղ հույս, հավատ եւ այդ հույսով առաջնորդվում եմ եւ փորձում եմ շարունակել ուժս չկորցնել։ Ընդհանրապես բավականին համարձակ մարդ եմ եւ առհասարակ գնում եմ այնտեղ, որտեղ որ իսկապես տեսնում եմ կա ուժ, հավատ եւ համարձակություն։ Միտեղ, որ ինձ ստիպում է ավելին լինել, ու այստեղ այդ կառույցը ինձ ստիպեց այն որոշումը, որ երկար ժամանակ, այսպես ասած, մտածում էի, տատանվում էի, նույնիսկ տարիներ խլեցին ինձանից, համարձակ որոշումը կայացնելով։ Դուք այս հարթակում հնարավորություն տվեցիք, որ մենք վերանայենք մեր արմատները ու հասկանանք ինչու ենք մենք այսքանին կարողացել դիմանալ, որ մեր արմատները ամուր էին, մեր սերմերը կենսունակ էին ու լավ ծիլեր են տվել։ Վերջապես ունենք մի կառույց, հիմնադրամ, որը ոչ թե մտածում է դժվարին իրավիճակում գտնվող մարդուն օգնել ինչ-որ ֆիզիկական, վիճակը բարելավման գործերով, այլ ուշադրություն է դարձնում մարդու հոգևոր վերականգնմանը, իսկ դա ինձ թվում է կհամաձայնեք իմ հետ, որ մի տեսակ բաց է մնացել այդ դաշտը, անգամ մենք, երբ մեր հարազատները ինչ-որ դժվարության մեջ են լինում, հաճախ փորձում ենք նրանց ինչ-որ նյութական բաներով օգնել, մոռանալով, որ այդ պահին մարդը միգուցե կարիք ունի մեր հոգևոր աջակցությանը եւ նրա կողքին լինելը ավելի կարեւոր է։ Շնորհակալություն ձեզ, որ մեր կողքին եք։ Մենք այստեղ բոլորս ունենք պատմություններ, այս են պահներ, որ ցավն էր միավորել համարյա թե բոլորին, բայց նաև հենց այդ ցավն էր, որ ուժ է տալիս բոլորին առաջ շարժվելու եւ իսկապես հոգևոր վերականգնման ճանապարհը բռնելու։ Շնորհակալություն։